Նախաճաշի համար փնտրում ես համեղ ալազիների բաղադրատոմս, որի մեջ միշտ իդեալական է թխվում, ուրեմն գրանցիր։ Որպեսզի այս հիանալի բաղադրատոմսը չկորցնես, առաջին հերթին հավանիր և կիսվիր ընկերների հետ։ Ալազիների այս բաղադրատոմսը ամենապարզ և ամենահասանելի բաղադրատոմսն է, և արդյունքը միշտ ստացվում է գերազանց։ Տարայի մեջ կոտրում ենք 1 ձու, ավելացնում ենք 2 ճաշի գդալ շաքարավազ և մի փոքր հարում ենք։ Իդեպ, սիրելիներս, այս թխուկը պատրաստելու համար նույնիսկ հարիչ հարկավոր չէ։ Ավելացնում ենք 250 գ սենյակային ջերմաստիճանի մածուն, 1 պտղուն ծաղ, կես թեյի գդալ վանիլային շաքարավազ և կես թեյի գդալ սոդա։ Թաց բաղադրիչները մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 200 գ ալյուր։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի գնդիկներ չլինեն և ալազիները ստացվեն ցակոտկեն։ Ցանկության դեպքում խմորի մեջ կարելի է ավելացնել 1 ճաշի գդալ կակաո։ Տապակի մեջ լցնում ենք ձետ, թողնում ենք մի լավ տաքանա, գդալի օգնությամբ ձևավորում ենք ալադիները և տապակում ենք երկու կողմից մինչև գեղեցիկ կարմրեն։ Կրակը պետք է լինի ցածր, որպեսզի ալադիները հասցնեն իդեալական թխվեն և մեջը հում չմնա։ Մատուցում ենք մեղրով, նուտելլայով, խտացրած կաթով կամ շաքարի փոշիով։ Չենք մոռանում մեկավատ սուրճի կամ թեյի մասին։ Բարի ախորժակ։